Ալեքսանյան եւ վերջին իրողությունների քաղաքական եւ արկա իրադրության պայմաններում իմպիչմենտի օրակարգը ինչ կարող է փոխել։ Ես կարծում եմ իմպիչմենտի օրակարգը քաղաքական այն գործիքակազմն է, որը բնորոշ է պարլամենտարիզմով ղեկավարվող կառավարվող երկրներին եւ քաղաքական գործիքակազմերից պարտադիր պիտի օգտվել անկախ դրա արդյունքներից, անկախ դրանից ով ինչքանով եւ ինչ չափով է ներգրավված, ես կարծում եմ, որ սրանք այն պրոցեսներն են, որոնք պարտադիր են, որ վաղը մյուս օրը նաեւ հասկանալի լինի հասարակական կոնսոլիդացիան, նաեւ հասկանալի լինի քաղաքական ուժերի տրամադրվածությունները, որովհետեւ եթե այլ գործիքակազմեր չկիրառվեն, չգործեն, ապա ապագա խորհրդարանական ընտրությունների համար գոնե հասկանալի կլինի բոլորի դիրքորոշումը, բոլորի դիրքավորումը։ Պարոն Ասլյան, ինչու ընդդիմությանը չի հաջողվում 7 տարի Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Նիկոլ Փաշինյանն է ուժեղ, թե ընդդիմությունն է։ Ես կարծում եմ երկուսն էլ ձեր ասածներից ճիշտ են, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ղեկավարում է, ուրեմն ընդդիմությունը թույլ է եւ չի կարողանում Նիկոլ Փաշինյանին փոխել, իսկ ընդդիմություն ասածը շատ առածգական եւ բազմաշերտ երևույթ է, հետեւաբար այստեղ արդեն խնդիրը տարբերակումների մեջ է, թե ինչ ենք հասկանում ընդդիմություն, որ ժամանակաշրջանի համար ինչ ընդդիմության թևեր ու շերտեր են գործել կամ ակտիվ դերակատարում ունեն։ Իսկ երբ որ սկսվեց անվստահության գործընթացի վերաբերյալ պատիվ ունեմի շրջանառությունը նախագծի, Հայաստան Դաշնքից ասում են, որ սա ըստ էության ձևական բնույթ կրող է, ավելի մեղադրեցին պատիվ ունեմին, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երկարաձգելու միտում են տեսել եւ այլն եւ այլն։ Ձեզ համար այս դիրքորոշումը եւ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի, որը ղեկավարում է Հայաստան Դաշնքը, ձեզ համար ընդունելի է։ Գիտեք, այստեղ խնդիրը ոչ թե ինձ համար կամ մյուսների համար ընդունելի չընդունելի լինելն է, այլ հենց նոր էլ նշեցի, քաղաքական տարբեր ուժեր, քաղաքական տարբեր երևույթների, իրավական տարբեր գործընթացների նկատմամբ իրավունք ունեն ունենալու տարաբնույթ կարծիքներ, այստեղ խնդիրը արդեն քաղաքական երկխոսության արդյունքում ընդհանուր հայտարարի գալու մասին է, թե չէ ի սկզբանե, եթե բոլորը նույն մտածելակերպը, բոլորը նույն ծրագրերն ունենային, ապա բոլորով նաև նույն մի բլոկով կմասնակցեին։ Հեռացումն է, կարևոր։ Այս դեպքում պետք է եւ հանրային մի կողմ եւ քաղաքական։ Կարծում եմ ամեն դեպքում անկախ քաղաքական նախասիրություններից, ուղղվածություններից, եթե ընդհանուր պայքարի տրամաբանությունը իշխանության փոխելն է, կառավարության ղեկավարին փոխելն է, ապա ձեր ասածը լրիվ այդ տրամաբանության մեջ է, թե ինչու չեն կարողանում, թե դրան ինչն է խանգարում կամ ինչն է օգնում, դա դժվար է ասել, որովհետև պրոցեսներ կան, որոնց մասին մենք ըստ էության չենք կարող մեկնաբանություններ տալ, որոնք կլինեն սպառիչ։ Պարոն Ասլանյան, իսկ սպասելիքները այսօր եւ հետագա արդեն օրերին լսումներից հետո ժողովուրդը բազմաթիվ ձախողված փորձերի է ականատես եղել ընդդիմության գործողությունների հետևանքով եւ արդյունքում։ Հիմա ձեզ ժողովուրդը կգա կանգնի այստեղ ու լսումներին զուգահեռ արդյոք փողոցը կլցվի։ Գիտեք, եթե սպասելիքներին նայենք, ապա բոլորը պիտի նստեն սպասեն ինչ որ հարմար պահի, ինչ որ չգիտեմ, բազմոցներին բազմած, ես կարծում եմ, որ քաղաքական պրոցեսները պիտի թույլ տան օգտագործել բոլոր գործիքակազմերը եւ փորձել, եթե ընդհանուր դաշտի տրամաբանությունը, ընդդիմության ընդհանուր գաղափարախոսությունը միտված է իշխանափոխությանը, ապա կարծում եմ ցանկացած իրավական գործիքակազմ, որն ընձեռում է սահմանադրությունն ու օրենքները, պիտի կիրառել եւ պիտի երբեք չսպասել դրա 100%-անոց սպասելի արդյունավետությանը։ Կարծում եմ փորձել միշտ պետք է, որևէ անգամ որևէ բան հենց այնպես չի տրվում, որևէ գործողություն առանց պայքարի որևէ արդյունք չի բերում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Իրականում եմ իհարկե հետևորդներ, մենք զրուցում